Այսօրվա հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Ենոք Մարտիրոսյանը։ Եթե դուք էլ արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ապա նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատեք մեզ հետ և հյուրընկալվեք մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր յութուբյան, ինստագրամյան և տիկտոկյան ալիքներին հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Բարև ձեզ, եթերում է նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Ենոք Մարտիրոսյանը։ Բարև Ենոք ջան։ Ես էլ եմ ողջունում, Ենոք ջան, շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունել ես ու այսօր գտնվում ես մեր տաղավարում։ Եթե բացման խոսք ունես կամ ինչ-որ բանով կուզենաս կիսվես մեր հետ, սկսենք, եթե դրանից Ես եմ ձեզնից շնորհակալ հրավերի համար ու գովելի է, որ այսպեսի նախագիծ ունեք։ Իրոք գովելի է։ Այ մեզ մինչև բանակի հենց բուն կյանքին անդրադառնալը ինչով էր զբաղվում, մինչև բանակ գնալը կոնկրետ մասնագիտություն հասցրել էր ունենալ, թե չէ։ Մինչև բանակ գնալը սովորել եմ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, համակարգչային օպերատոր եմ եղել, զուգահեռ զբաղվել եմ սպորտով, սուսերամարտ եմ պարապել ու տենց հենց մանկուց սուսերամարտի նկատմամբ չէ, պատկերացումը չեմ ունեցել, որ սպորտի մեջ ինձ չեմ պատկերացրի, թե անկեղծ տենց դպրոցի տեղն չեմ իմացել։ Ընկեր ունեի, զոհվել է 44-օրյային, ինքն էր իրար հետ էին գնացել։ Այդ պարապմունքի Հա, տեղից դպրոցն իմացանք ու տեղից շարունակել ենք։ Իսկ ընդհանրապես հաջողությունների առումով ինչ-որ ձեռքբերումներ ունեցել ես այդ ուղղությամբ։ Հայաստանի մրցումներին եմ մասնակցել, արտասահման չհասցրեցի գնամ, էլի։ Բանակի պատճառով։ Հա։ Ո՞ր տեղից է սկսվել քո ծառայությունը, ինչ պայմաններով է սկսվել։ Ծառայությունը սկսվել է Որոտանում, հենց մի անգամից բանից սպորնի պունկտից քաշել եմ Կուբատլու, գնացել եմ այնտեղ կարանտին մի ամիս, դրանից հետո հիմնական արդեն զորամասը։ Ինչ մասնագիտության վրա քեզ նշանակեցին։ Նշանակել են ականանետային մարտկոցի 120 մմ-անոցի հաշվարկող, դրանից հետո հաշվարկի համար եմ եղել, ու կրակող եմ եղել, էլի։ Որոտանում այ նույն գումարտակում ենք ծառայել, ադապտացիոն գործընթացը ինչքան տևեց մինչև ծառայությանը հարմարվելը։ Ադապտացիոն գործընթացը կարանտինից արդեն ադապտացված էինք, սերժանտներից մարդ կար հենց 25 գումարտակից էր, լեգենդար 25 գումարտակից էր, ու տենց խոսակցություններով քիչից շատից արդեն գումարտակից տեղյակ էինք։ Գումարտակում ադապտացվելը տևել է մաքսիմում մի շաբաթ։ Անձնակազմը կոնկրետ մեր գումարտակի մասով կարամ ասեմ հիասքանչ էր։ Սպայակազմը, զինվորները։ Թե սպայակազմը, թե զինվորները հատուկենտ մարդիկ ոնց որ լինեին, կոնկրետ մեր գումարտակի մասին եմ խոսում, մնացածի հետ տենց կապս չի եղել, էլի։ Դե հա, բանակում շատ զբաղված ես լինում հիմնականում, տենց չես հասցնում կողքից շատ մարդ ճանաչես, քո առօրյայի շրջապատի հետ ես։ Մեր գումարտակը հենց ամանորն էլ որ դիմավորել ենք այդ տարվա, հենց 20 թվականի, տենց բոլորով միասին ենք դիմավորել շատ ջերմ միջավայրում ու ոնց որ ընտանեկան միջավայր լիներ, էլի կարելի ասել։ Իսկ բանակի հետ կապված պատկերացումները ընդհանուր առմամբ արդարացան կամ դու ինչպես էիր մտածում ու ոնց տեսար բանակը։ Ու ավելի քան արդարացան, եթե անկեղծ մտքովս անցել է, որ կարող է ժամանակ լինի, որ պատերազմ լինի, եթե անկեղծ ասեմ, բայց չեմ պատկերացրի, որ հենց իմ ծառայության ժամանակ, բայց ընդհանուրը չեմ կարող նկարագրեմ ինչ էր ատվել բանակը։ Հենց զենքի հետ աշխատանքը քո մասնագիտական դու քեզ գրավում էր ականանետը ինչ առանձնահատկություններ կառուցել։ Առանձնահատկությունը այն էր, որ հենց մեկը մեր տղաների թիկունքից աշխատելը ու պատկերացումները մինչև պատերազմը նենց էր, որ զորավարժությունների ժամանակ մինամյոտով որ կրակում էինք, արդեն երևում էր, որ մենք մեր տղաների թիկունքից ապահովում ենք իրանց ամեն անվտանգություն։ Իսկ պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ էր այդ թե պատկերացումները, թե ամեն ինչը լրիվ ուրիշ էր։ Հենց օրինակ քո համար ոնց է սկսվել պատերազմը սեպտեմբերի 27-ը դու ոնց ես սկսել։ Սեպտեմբերի 26-ից երևի ավելի ճիշտ կլինի լյովը
խանութի լյովը եկան տղաները ապրանք վերցեցին առևտուր, եթե անկեղծ ես չեմ զարթնել քնիցս, շատ ուշ էր։ Առավոտ որ զարթնել եմ, մի անգամից տեսել եմ Ալպաշայի սարը, Ջաբրայելում ենք եղել, Ալպաշայի սարը գրադով էր, թե սմերչով էր, ռմբակոծվում էր։ Դուք այդտեղ եք այդ ժամանակ։ Սարի հենց մոտավորապես մի կիլոմետր ու կես դեպի Հեռու։ աջ էինք Ալպաշայի սարից, այդ ամեն ինչը որ նկատեցինք, Գալստյան մեր մարդկոցի հրամանատարի Գալստյան Վարդանը, այն որ ասես մի անգամից Տագնապ, հա տագնապ, ասես թեթև խոճապ ու մի անգամից անձնակազմը պատրաստ էր, թե բրոնեժիլետները, թե կասկիկը, որ համատարած բոլորը դնում էին, էլի։ Չգիտեմ, որ համապատրաստից այդ ամեն ինչն եղավ, բայց պարզվում էր պատրաստ էինք։ Իսկ այնց ինֆորմացիա ունեք, որ հնարավոր է մարտական գործողություններ սկսվեն։ Ձեր մոտ ոնց էր Ընդհանրապես այնպես պատկերացում չունեինք, բայց լարվածության լարվածությունները չենք նկատել, բայց բեսպիլ օպտիկների շարժը, այդ կամ նկարող սարքերի անօթաչուների սարքերը նկատել ենք, որ նկարում են, բան են անում, բայց դա եղել է դեռ հուլիս-օգոստոս ամիսներից։ Բանը ինչ ան ուշադրություն չենք դարձրել, չենք պատկերացրել, որ հատուկ այսօրվա համար կարող է լինի։ Իսկ գումարտակի մնացած վաշտերի հետ կապը ոնց էր ապահովում։ Կապի միջոցներով էր ապահովում, բայց մենք կապ չենք ունեցել, որովհետև տանկային վաշտերը ուրիշ տեղ են տեղակայված կենտրոնացման շրջանում, մոտորաձգային վաշտը ուրիշ տեղ էր տեղակայված, մեր մարտկոցը լրիվ ուրիշ տեղ էր, ասենց ասած բոլորից կտրված էինք։ Բայց ընթացքում որ արդեն տվեցին Մաթևոսյան Էդգարը, նույն Մաթոսը ողորմած հոգի, երբ որ տվեց առաջ հրաման, այդ ժամանակ տենց թե տանկային վաշտին, թե ՄՀՎ-ին պահի տակ տեսել ենք, ուրախացել ենք, որ լավ են տղեկից կորուստ չկա ու շարժվել ենք առաջ։ Մենք որ տեղյակ ենք եղել մենակ Ղափանի հրետանուց, որ այդտեղ էլի լագերներում էին, տեղեկացանք, որ առաջի զոհը աղջիկ ա եղել այդտեղ, դե ամեն ձև տենց հոգեբանական ճնշում է ստանում, որ համապատրաստից մի անգամից տենց ասած ծառը ցնցող ու մի անգամից դու պատերազմի դաշտում ես տենց։ Ընդհանուր գումարտակի տեղաբաշխումը սկզբում մենք այլ նստեցման շրջան ունենք, որտեղ պետքա տեղաբաշխվենք, բայց քանի որ հարձակումը շատ շեշտակ էր Ջաբրայելի ուղղությամբ, արդեն ստորաբաժանումները կիսվեցին, էլի։ Մոտորաձգային վաշտից մի դասակ մեր առաջին տանկային վաշտի հետ գնացինք դեպի Նյուզգյար, երկրորդ տանկային վաշտը մի դասակի հետ գնաց դեպի Արաքսի ուղղությամբ, արդեն մարտկոցն է իրանց Արդեն մարտկոցը Արաքսի ափին էր։ Դուք Արաքսի ափին եք։ Այստեղ ասենց ասած շրջանառվում էր Արաքսի հրետանին, մեր ասենց ասած մեր հրետանին ա եղել, մեր ականատային մարտկոցն ա եղել։ Շատ ասենց ասած ժողովրդի մեջ լեգենդներ ա ֆռացել, բայց կարամ հստակ ու վստահ ասեմ, որ մեր մարտկոցը իր առաջ դրած խնդիրը գերիդեալական կատարել ա, որովհետև թե գրադ ենք խոցել, թե սմերջ, այն որ Մաթոսը մեզ հրամանատարական դիտակետից որ ասում էր մեր ցույց տված արդյունքները, որ մենք մեզ որ լավ ենք չենք մտածում ընդհանրապես թե նահանջի մասին, թե որ կարողա տեղից դուրս չգանք։ Հենց սկզբնական շրջանում, որ մարտի մեջ եք մտել ականանետով, ինչ իրավիճակ էր այդ ժամանակ, ինչ նորություններ կար առաջնագծից։ Նորություններ չենք ունեցել, մեզ առաջնորդել է Մաթևոսյանը, Մաթևոսյանը տարավ 0-ից մենք մեր դիրքերն ենք փորել, Ականանետի թասիկներն ենք փորել, բացազատել ենք, ժամը 5:30-6-ից երեկոյան արդեն սկսել ենք առաջի կրակը անել։ 27-ի երեկոյան արդեն։ Հա, 27-ի կամ 28-ի երեկոյան ա եղել, եթե անկեղծ Սարգիս ջան չեմ հիշում, որովհետև մի քանի տեղ ենք փոխել, տեղից գնացել ենք Կարմիր Հողեր, Մինբաշիր, մեր իմացած Կարմիր Հողեր, այնտեղ ունեինք
հրաման ինչ անունը մարտկոցի համար նախատեսված դիրքեր, Մեր նախնական դիրքը հենց դա է։ հետո գնացել ենք դրանից հետո կոնկրետ մեր մարտկոցը առանձին գնացել է Ցորենի դաշտեր դեպի Նարինջի կողմ, այդտեղ էլ մի քանի որոշ ժամանակ մնացինք ու տեղից արդեն գնացել ենք դեպի Լալալայկա 300 պոստի կողմ։ Իսկ ձեր տարածքը հետախուզվում էր թշնամու կողմից, ինչ-որ փորձեր եղել է ձեր տեղը խոցելու, էլի, ձեր տեղը գտնելու վերաբերյալ ինչ կասես։ Շատ է եղել կոնկրետ խոցելու, թե հետախուզական ԱԹՍ-ներն են ներթափանցում ունեցել հենց մեր մոտ տեղը ֆիքսել են, աշխատել է թե գրադ, թե սմերջ, կասետային սմերջ, թե դեքսան, թե D30։ Մեզ խոցելը, ասենց ասեմ, մինչև ամսի 2-ը կոնկրետ մարտկոցին խոցում չի եղել։ Մաթևոսյանը տեղը նենց էր վերցրել, որ ասենց 2 սարի արանք էինք ու ասենց սարի դոշին էինք։ Քողարկվածությունը լավն էր։ Շատ լավ էր։ Ամսի 2-ին մարտկոցին խոցում են ԱԹՍ-ով։ Կամիկաձե ԱԹՍ-ով։ Հարվածային ԱԹՍ-ով են, մեկ բայրակթարով, մեկ հարվածային ԱԹՍ-ով։ Այդ ժամանակ այդտեղ չեմ եղել։ Մեր տանգային երկրորդ տանգային վաշտի հետ կապը մի քիչ վատ էր հրամանատարական դիտակետի հետ։ Տեղն է ես գիտեի մենակ, որովհետև ինձ էր վստահված։ Գնացի ցերեկով այնտեղ ժամը 10-11-ի կողմերը ու մնացի այնտեղ, որովհետև տանգի վրա թե ԱԹՍ էր աշխատում հետախուզական, թե աշխատում էր արդեն հարվածային ԱԹՍ-ներ։ Մեր տղաների հետ շելում էինք ու ասում էի գնամ, բայց չէին թողում։ Որ ռիսկային էր, շատ ռիսկային էր։ Ու անցավ մոտավորապես ժամ ու կես այդ սենց ժամանակահատված անցավ։ Դուրս եմ եկել շելից, որովհետև ասացի նայում անձնակազմը չի կարա էլի այդքան երկար, նախ երկրորդ այդ մի հոգին իրանց վրա կերևա, երրորդն էլ հրամանատարությունս տեղյակ չի ինձնից, որովհետև կապի միջոց չկար մոտս։ Դուրս եմ եկել, գնացել եմ հասել եմ մարտկոցի մոտ ու մարտկոցը էլ չկար։ ԱԹՍ-ով հարվածել էին մարտկոցին, զոհեր, վիրավորներ, խուճապի մատնված հետ գնացիր դիքան ընկերներ։ Ու մինչև ամսի 2-ը, մինչև այդ ամեն ինչը ելնելը հետեթալու մասին ընդհանրապես միտքը չի եղել։ Իսկ հետո ոնց դասավորվավ արդեն ձեր մարտկոցի հետ ինչ պատահեց, որտեղ շարունակեցիք։ Մարտկոցը հավաքվում է մի կամազի մեջ։ Մոտավորապես 30-40 հոգի ընդհանուր անձնակազմ պլյուս մոտորաձգային վաշտի տղաները 60-ից 70 հոգի մի կամազի բորդի մեջ։ Կամազը չուներ նորմալ ակ, վնասված էին, իր հնարավորությունն է թույլ չէր տալի, որ ակերը փչվեր, արդեն այդ վիճակն էր։ Այդ անձնակազմով շարժվում ենք դեպի հետ։ Ու երևի կյանքում ոչ մի քիչ չեմ ցանկանա այդ ամեն ինչը, թե ականատես լինի, թե լսի, այդ 70-80 հոգին միամուռ ուժերով ու միաձայն աղոթում էին, որ հանկարծ ոչ մի բան չլինի, որովհետև թե կամազի վիճակը վիճակ չէր։ Կամազը գնում էր 3 ակով։ Ու այդ ամեն ինչը կամիկաձեները, ԱԹՍ-ները արդեն հոգեբանական ճնշում էր։ Ձեզ ոնց որ ասած թիրախի տակ էին վերցրել, հա։ Արդեն մարտկոցի թե անձնակազմին, թե այդ մեր տեխնիկաները թիրախավորված էր։ Այդ ձեզ ուր տարան կամ ինչ առաջադրանք հետո նահանջ ենք արել դեպի Ալպաշայի կողմը, դեպի հետ։ Մոտավորապես մի ժամից ավել ճամփա ենք եկել, հետ ենք եկել, տվեցին օդ 111 հրամանը, օդային տագնապ։ Իջել ենք մեքենաներից ու ցրվել ենք։ ամեն մեկը մի Ամսի 2-ին մնացել ենք գյուղերից մեկում, հին գյուղերից մեկում,
ամսի 3-ի առավոտ շարժվել ենք դեպի Կուբաթլու։ Այս Զոհերը Ազդակազմը շատ էին ամսի 2-ին ձեր մոտ անուններով կհիշես։ անուններով կոնկրետ մեր վաշտից, Մարտկոցից զոհվել է մեր ընկեր Սամվելը Հրազդանից, եթե անկեղծ չեմ հիշում ազգանունը Սամի, Մարտկոցից միակ զոհն է եղել։ Բայց մոտորաձգային վաշտից մարդիկ զոհվել են, շատ են տղաներից զոհվել։ Արդեն զորամաս որ տարան ինչ պայմաններ ընդհանուր զորամասում կամ դրանից հետո խնդիր ունեցաք ձեր առաջ թե չէ։ Ամսի 3-ին որ հասնում ենք զորամաս, Համբարձումյան Արամն է մեր հետ լինում, մեր մարտական զամը, հրամայել սենց ճակերտավոր ասում է տղեկ ջան, սթափվեք, հանգստացեք, հասկանանք տնանք ինչ է լինելու։ Սպայական անձնակազմն է գալի, որ տեսնում ենք, ուրախանում ենք, բայց միևնույն ժամանակ Մաթոսի զոհվելու մասին ենք իմանում։ Եթե անկեղծ զորքը չեմ կարող բացատրեմ ինչ վիճակի մեջ էր Մարտկոցի Մաթևոսյանի զոհվելու մասին լուրը Ինչ իմանալուց։ պայմաններում է զոհվել ինքը, գիտեք։ Իմ իմանալով ԱԹՍ-ը մեքենայով է եղել, ԱԹՍ-ով հարվածել են մեքենային։ Իմ հիշելով ինչքան որ ես գիտեմ էլի։ Մի քանի տարբեր պատմություններ կան, բայց բարձունքի վրա են ոնց։ Ես եթե անկեղծ չգիտեմ, ասենց բոմ պատճառը, ես իմ իմացածը գիտեմ, ինչքանով որ լսել եմ։ Արդեն զորամասում ինչեր էի քանում, ինչ Զորամասում արդեն հանգիստ վիճակ էր, մտածում էինք, որ նահանջ ենք արել, վերականգնողական վիճակ, ու զորքը պատրաստ էր նույնիսկ հետ գնար, որովհետև մեր տղաներից լիքը մարդ մնացել էր այնտեղ։ Զորքը պատրաստ էր իմ կարծիքով հետ գնալ ու զուտ ժամանակ էր պետք, որ զորքը մի քիչ կայունանար, այդ հոգեբանական ստրեսից դուրս գար։ Ամսի 3-ի գիշերը տալիս են տագնապ, երեկոյան ժամը 10-ի կողմերն է, տագնապ են տալիս ու բարձրանում ենք արդեն սարերի մեջ, որտեղ ասում են զորամասի վրա են արդեն թիրախավորել։ Մի օր մնում ենք այնտեղ։ Ամսի 4-ին էլ ենք մնում, ամսի 5-ի առավոտ արդեն դուրս են գալիս, վտանգը սենց ասած վերացած է ալնում։ զորամասը ռմբակոծվել է։ Ռմբակոծվելու, ոնց ասեմ, ռմբակոծվելու է, բայց կասկածներ էր։ Ապահովության համար ես հանում եմ դեպի ապաստարաններ, էլի։ Ամսի 5-ի առավոտ որ արդեն հետ են գալիս զորամաս, ու ասում են տղեկ ջան, մի հատ մեծ կարգի բերենք, ման լվացվենք, ման վերջո դաշտի մեջ ենք եղել թաքստոցներում։ Հավաքվում ենք արդեն հիգիենայի պարագաներ, ում մոտ ինչ կա սենց, տղաների կեսը գնում էր բուշլատ ստանալու, բուշլատ վերցնելու, որովհետև անձրևային եղանակ էր արդեն, հոկտեմբերի 5-ն էր, մառախուղ, ցուրտ, տղաների մի քանի հոգու հետ քայլում եմ դեպի ԿՊՊ-ի կողմ ու գնում եմ դեպի ավտոպարկ։ Ավտոպարկ որ գնում եմ, իրերս ավտոպարկում Կամազի մեջ էր մնացել, գնում էի որ վերցնեի հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր ունեի, որ նստում եմ արդեն Կամազի հետևից քնելու տեղը որ կա, այդտեղ որ նայում իրերս գտնեմ, ոնց որ պայթյուն է լինում, նայում որ ինքս ինձ սենց խոսում եմ, ասում եմ էլի սխալ նշանառություն եմ բռնել, էլի սարերն են խփում, բայց ներքին ձայն ասեմ, չգիտեմ, սենց պահ եղավ, որ ասեցի ենոք մի հատ հավաքվի, մի հատ դուրս արի, էլի։ Դուրս եկա ու վիրավորվել եմ։ Կասետային սմեր չէր, օդի մեջ վայթել էր ու չէի հասկացել։ Ոտքիցս է մտնում ասկոլկեն ու տենց դուրս եմ գալիս։ Ընթացքային էլի ասկոլկաներ է մտնում, էլի ոտքիցս մարմնիս Այդ ամսի 5-ի ռմբակոծությունն ամսի է։ 5-ին
տեսնում եմ երկրորդ սնարյադը արդեն ընկնում է գումարտակի վրա, Հենց շենքի։ Հենց հա, կրիշից մտել էր Զորամասի կրիշից մտել էր, կազարմեք։ կրիշից մտել էր առաջի տանկային բաշտի մուտքի դեմը հենց առուժեիկեն Մեր առուժեիկի ու տիպուկարների սենյակի վրա։ կապտյորկին բաղոցը որ կա, հենց դրա արանքն էր։ Այդ ամեն ինչը որ տեսնում եմ, Զորամասից ավտոպարկ մոտավորապես մի 500 մետր էր դիստանցիան, էլ քայլելուս ընթացքում տաք եմ լինում, չեմ զգում որ վիրավորվել եմ։ Մտածում եմ ոտքս ձգվել է պրոստը, բայց աստիճանաբար զգում եմ որ լավ չեմ։ Երկրորդ սնարյադը որ տեսնում եմ գումարտակի վրա է ընկնում, ասում եմ տղեկից ոչ մեկ չի մնացել ներսը։ Ես մտածում եմ արդեն բոլորը զոհվել են։ Ու քայլում եմ դեպի Դամբուլնոց, մեր Զորամասի կողքը տենց խիտ անտառ կար, Դամբուլի ծառերը շատ էր։ Քայլում եմ այնտեղ, կամավորականներն են հանդիպում, Արտաշատի կամավորականներն էին։ Որ առաջի օգնություն, սրսկել, ամեն ինչ անում են ու ասում են պիտի տեղափոխենք հոսպիտալ, էլի, այս վիճակով չի լինի մնալ, որովհետև Բորբոքում կլինի, հա։ երակից թեթև հատված էր կտրվել, աղավնը շիթով էր, էլի, ոտքիցս դուրս գալի։ Համոզում են, եթե անկեղծ համոզում են, որտեղ ուզում էին Համբարձումյան Արամին տեսնեի, տեսնեի լավ են, լավ չէ, տղեկը ոնց են, նոր դուրս գայի։ Բայց որ ասում եմ կարծիքը ոչ մեկ հաշվի չառավ։ Այսինքն այն երկուրը որ զորքը դուրս էր եկել Զորամասից չռմբակոծվեց, հենց հետ եկանք, հետորը ռմբակոծվեց, բայց ոչ ուղղաթիռների կամ ինքնաթիռների Սմերչի, հենց սմերչի հետևանքներ։ Այդ ամեն ինչից հետո երրորդ սնարյադն է ընկնում արդեն Նորավանի 1-54-ի տարածքում։ Ինձ տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, ընդդեղից վերտալյոտով Երևան։ Իսկ բուժումը ո՞նց ընթացավ, քո ինչքան տևեց։ Բուժումը տևել է մի ամիս, իհարկե Բարդություններ առաջացան, թե բարդություններ տենց չի առաջացել, բայց բարդությունները հոգեկան վիճակի հետ էր կապված, որտեվ մտածում ես դու կարայր ելնեիր այնտեղ, ամբողջ Ջաբրայել, ամբողջ պատերազմի ժամանակ քեզ ոչ մի բան չի լինում, ընդհանրապես քերծվածքը չի լինում, խաղաղ պայմաններում քո հետ sense բան է լինում ու տղեկն այնտեղ են։ Ցանկությունդ մեծ է որ լնաս տղեկի կողքը, բայց ինչ-ինչ պատճառներով չես կարող։ Զուտ էդ էր, այն որ ամեն վարքյան մտնում ես լուրերով, հայտնում են սենց, անկախ ամեն ինչից մտածում ես ընդեղի մասին, չես կարող, հոսպիտալում ավելի դժվար էր, քան թե կռվի դաշտում։ Արդեն նոյեմբերի 9-ի այդ վերջին պատերազմի քո մեջ ինչ պատկերացումներ էր, որ իմացար պատերազմի ելքի մասին, թե առավել ևս որ հոսպիտալում ես եղել, ինչ էիր մտածում։ Ամսի 7-ին հետ եմ վերադարձել, նոյեմբերի 7-ին, իմ կամքով, մի քիչ sense ասած բուժումս է կիսատ թողելով, որովհետև վերքերս մինչև վերջ չէր ապաքինվել, մնացած բուժումը դեղորայքով ընդունել եմ արդեն գումարտակի կազմի մեջ, իհարկե դիրքեր չեմ բարձրացել, բայց գումարտակի կազմի մեջ մնացած ամեն ինչը շարունակել եմ։ Նոյեմբերի 9-ին այդ ամեն ինչի մասին որ իմացանք, եթե անկեղծ չէինք հավատում ու չէինք պատկերացնում, որ այտենց կավարտվի, որտեղ մենք թե պարտվելու, թե տարածքները թողնելու ընդհանրապես ուրիշ մտադրություն ունեինք, ոչ կարայինք այդպես բան պատկերացնեինք, այդ ամսից ավել տևող ամեն ինչից հետո էլ այդ ապրումներից հետո չէինք կարող պրոստը։ Մենք համտածում էինք, որ պիտի առաջ եթանք էսի սենց պետք է լինի, բայց հեսա լավ է լինելու։ Մենք անընդհատ մտածում էինք դրա մասին, բայց նոյեմբերի 9-ին եթե անկեղծ իմ համար անսպասելի էր, շատ անսպասելի էր։ Իսկ պատերազմական դրվագներից ամենահիշող պահը քո համար ո՞րն է, որ անընդհատ օրինակ դրա մասին մտածել ես
Ինչ հիշողություն կառանձնացնես։ Ամենը բոլորն հիշվող է, չեմ կարող ես մոռանալ մտքիցս չի Դե հանդեր դուրս ամեն գալի։ մի օրը ցենց յուրահատուկ անցել, Հա, բայց այդ յուրահատուկ օրերից ընթացքում յուրահատուկ պահալ։ յուրահատուկ օրերից եղել է, որ կապ էինք ուզում հաստատենք մեր հարազատների հետ, կպել էինք իրան սելին։ Ռոբեն 1500 դրամ։ Մեր Վահեի Կոստոյի հեռախոսով զանգում էինք տնեցիկին ասում էինք փող գցեք, որ կարողանանք խոսանք, էլի։ Այդ է ամենատպավորիչն եղել։ Դրանից հետո համազարգով 11 հատ կրակ դեպի Լալալայկա։ Այդ կապը, որ լսում էինք, Հովսեփյանը մեր բանն էր, կրակային դաշտի ավակներ, մեր սպաներից էր, իր մոտի կապով, որ բոլորս լսում էինք, որ նշանաթիվը տվել էին, առաջի կրակոցից հետո, նշանափորձումից հետո Մաթևոսյանը ասում է 11, ասում է համազարգ։ Այդ ժամանակ 11 հատ համազարգ ենք մենք կրակում Լալալայքի վրա ու այն որ ամեն կրակոցի հետ էլի հնչում է, որ էլի ինչքան կարաք խփեք, ու նույն նշանաթվով անցնում է որոշ ժամանակ, կես ժամից 40 րոպե, այն որ միապաղ լռություն է։ Պատերազմի ժամանակ ամենավատ բաներից մեկը իմ համար լռությունն է եղել, որովհետև լռությունից հետո է ամենադաժանը սկսվում։ Գիշեր է եղել, որ ընդհանրապես ոչ բեսպիլոտնիկա դուրս եկել, ոչ մի բան չի եղել, բայց առավոտը շատ թեժ է եղել։ Իսկ լռությունից հետո գրոհ եղավ ձեր կողմ, հա։ Կոնկրետ գրոհի տեսանկյունից չեմ կարող ասեմ, որովհետև ես չեմ տեսել այդ ամեն ինչը, բայց ռմբակոծությունները, որ ամեն օր անպակաս են եղել ռմբակոծությունները։ Մեր հետևը տեղակայված էր Ջաբրայելի հրետանին, գրադները, ու այն որ րոպե առ րոպե սպասում էինք, որ այդ գրադներին պիտի խփեն, որովհետև ԱԹՍ-ները շատ էին պատտվում, ահավոր շատ ու կոնկրետ իրանց կողմը։ Ալբերտ Հովհաննիսյանը Ղափանի հրետանուց է եղել։ Իհարկե պատերազմից հետո ենք իմացել, ես կոնկրետ պատերազմից հետո եմ իմացել, որ մեր թիկունքից D20 Դեվերսոնով իրանք են աշխատել, որովհետև համեմատած իրանց մեր դիստանցիան մինիմում 2 կիլոմետր է եղել ու հետո ճանապարհով, ուղիղ գծով ավելի կարճ էր։ Այ արդեն էս պատերազմական գործողություններից հետո, որ ընդհանուր ծառայությունից կամ ինչ կուզենաս ասես հենց երիտասարդությանը կամ այն մարդկանց, ովքեր որ գնալու են բանակ հետագայում ծառայության ու вообще ծառայության դերը ոնց է, լավ է, վատ է, անհրաժեշտ է։ Պատերազմի մասին էլի, ոնց իրանց դրսևորեն պատերազմի ընթացքում։ Ծառայության դերը ցանկացած տղայի կյանքում պարտադիր է։ Ես այտենց եմ կարծում, որ այդ զինվորականի հագուստ կրելը բոլոր sense արժեքներից վեր է։ Պատերազմի մասով չեմ ուզում ոչ մի բան ասեմ, թող հետագա սերունդները պատերազմ չտեսնեն ընդհանրապես, որովհետև լավ բան չի պատերազմը։ Եթե լինում է, թող լինի ամեն ինչ sense խաղաղ ճանապարհով, բայց բոլորս է գիտակցում ենք այդ խաղաղ ճանապարհով չի լինելու, բայց չեմ ուզում որ տեսնեն։ Իսկ մնացած առումով ծառայության մեջ շատ քիչ վատ բաներ կա։ Զուտ, որ տնից, ընտանիքից հեռու ես որոշ ժամանակով, այդ ժամանակավոր բնույթ է կրում։ Մնացած մինուսները, ես մինուսներ չեմ տեսնում ծառայության մեջ։ Նոր ընկերներ, նոր կապեր, ոնց որ sense ամբողջ Հայաստանով մեկ ընդլայնվում է ծանոթությունը, որ sense ու գնաս դուրսը չես մնա էլի։ Հա, հիմա sense բան կա, որ ասենք գնում ես Դիլի ջան, հիշում ես, որ ծառայեկից ընկեր ունես, զանգում ես տեսնում եք իրար, թեկուզ տարին մի անգամ, բայց տեսնում ես։ Մի օր ես։ ժամի Գյումրի են գնացել, տենց մնալու տեղի հետ կապված խնդիր առաջացավ։ Գնացինք իմ ընկերոջ տունը, մնացինք, տենց հիշեցինք, վերհիշեցինք այդ ամենը։ Ամեն վարքյան հիշվում է դա։ Ցանկացած դեպքում երկուս կամ ավել մարդիկ նստում են իրար հետ, այդ ամեն ինչը շոշափվում է նամանավանդ, եթե երկու կողմն էլ պատերազմի մասնակից է եղել։ Դու կյանքի հանդեպ տեսանկյունդ փոխվում ավելի, սկսում ես ամեն ինչ գնահատել։ Համ ամեն ինչ գնահատում ես, համ սկսում ես ռեալ դատել ամեն ինչը։
չես օթերով էլ չես լինում, էլի այտենց երազանքներով, ամեն ինչ ռեալ կա, չէ, ուրեմն վсё։ Նեղ կյանքին սովորելուց հետո էս Միայնակ լինելը ավելի դժվարություններին սովորում ես, մենակով ես հաղթահարում ցանկացած դժվարություն։ Չկա ծնողդ, չկա ամենամոտիկ ընկերներդ, դու ես։ 2 տարի դու ասենց ասած քո գլխի տերն ես։ Ինչ լինի, դու ես դրա համար պատասխան տալու։ Ոչ մեկ չի գալու քո տեղածնողական ժողով, ոչ մեկ չի գալու քեզ խրատներ տա։ Սխալները անում ես, բայց սխալների վրա ես սովորում ես ճիշտ ապրել արդեն քաղաքացիական կյանքում։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը կցանկանամ մեջբերել Մոնթե Մելքոնյանի խոսքերից. Պատերազմին մասնակցելու լավագույն ձևն այդ պատերազմի առաջնագիծ մեկնելն ու մասնակցելն է։ Շնորհակալություն։